Հայաստանի ՀԱԳՆ-ն վստահեցնում է, որ տրիփի լիակատար սեփականատերը Հայաստանն է։ Ինչու Հայաստանում հենց նույն այդ ընկալումը չկա։ Որտեվ նախ այս նախագիծը բավականաչափ զգայուն նախագիծ է, դրա հետ կապված թե Հայաստանի ներսում, թե Հայաստանից դուրս բավականաչափ լուրջ քարոզչական, քաղաքական շահերի բախում կա եւ աղմուկ կա եւ պարզ է, որ այդ քաղաքական դիրքորոշումների առաջվողման տեսանկյունից նման ուրեմն տարակարծություններն ակնհայտ են։ Դա եւ աշխարհակաղակական մրցակցության խնդիր է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգները գալիս է եւ փորձում է ստանձնել մի հնարավորություն, որը առնվազն 2020 թվականի նոյեմբերի 9-ից եւ այդ փաստաթղթով Ռուսաստանն ուներ, բայց դրա նկատմամբ ուներ նաեւ հավակնություններ Թուրքիան ակնհայտ կերպով եւ այդ կապուղու չգործարկման հետ կապված ուներ շահեր նաեւ իրանական կողմ առնվազն այս դերակատարների ներգրավվածություն եւ հետաքրքրություն բավական է, որպեսզի արտաքին քարոզչական աղմուկը լինի։ Դրան գումարած Հայաստանի ներսում այս տոքսիկ իրավիճակը, ներքաղաքական լարվածությունը, նախընտրական շրջափուլը էլի ուրեմն ստեղծում է մի միջավայր, որպեսզի այդ կարևոր պայմանավորվածությունը, որը դեռևս անգամ թղթի վրա մեծաշով Հայաստանի շուրջ որոշակի միջավայր է փոխել, դրա ստվերվի դրա նշանակությունը Հայաստանի ներքաղաքական գործընթացներում։ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ համաժողով Երևանում։ Կարևոր միջոցառում է դա։ Կարևոր է այն առումով, որ Հայաստանում նման բնույթի մասշտաբային միջոցառումներ հազվադեպ են տեղի ունենում եւ սա դրանցից եւ ամենանշանակալիցներից է։ Դրան գումարած կարևոր է հաշվի առնելով աշխարհում եւ տարածաշրջանում ընթացող process-ները, որտեղ երբ որ եվրոպական աշխարհամասի այդքան առաջնորդներ մասնակցում են այդ միջոցառմանը, սա Հայաստանին նաև տալիս է քաղաքական կշիռ, սա որոշակի առումով նպաստում է Հայաստանի իմիջին, որոշակի առումով նպաստում է նաև Հայաստանի շուրջ ձևավորված միջավայրին, որոշակի ազդակներ է հաղորդում նաև Հայաստանի տարածաշրջանային հարևաններին եւ իհարկե այս նախընտրական շրջանում էլի որոշակի ազդեցություն ունենում ներքաղաքական զարգացումների վրա։ Ունեք տեղեկություն Զելենսկու այցը հաստատվում է թե՞ չունեմ տեղեկություն, բայց Զելենսկին, եթե չեմ սխալվում, բաց չի թողել այս միջոցառման, այս նախագծի, այս նախաձեռնության որևէ հանդիպում եւ բացի այդ Զելենսկու այցը Ադրբեջան որոշակի առումով թույլ է տալիս կանխատեսել, որ կար կամ եղել է կա ծրագիր մասնակցելու նաև այս միջոցառմանը, ինչու, որովհետև այն իրավիճակում, որ այս պահին գտնում է Ուկրաինան եւ հաշվի առնելով Ադրբեջան-Ուկրաինա կարևոր հարաբերությունները հավասարակշռման համար նախ Զելենսկին պետք է այցելեր Ադրբեջան, հետո միայն Հայաստան։ Իսկ այդ գաղտնի պահելու պահը բնականաբար սա եւս օբյեկտիվ է պայմանավորված անվտանգային հարցերով, որտեղ այնուամենայնիվ Զելենսկու այցը, այսպես հնարավորինս գաղտնի է պահում եւ խնդրում սա եւս օբյեկտիվ խնդիր է։ Եվ վերջապես Մակրոնի պաշտոնական այց։ Դե ընդ որում պետական այց։ Պետական սա շատ կարևոր է եւ շատ սպասված այց է։ Եվ փաստաթղթի ստորագրմամբ, որի անոնսը արել է արտգործնախարարը Հայաստանի, դա։ Այսինքն մենք 2020-ից ընդհանրապես Ֆրանսիայի հարաբերությունները միշտ բարձր մակարդակ են եղել, բայց դրանք ավելի շատ քաղաքական մակարդակում են եղել, այսինքն բովանդակություն քաղաքականից բացի, հատկապես տնտեսական, էներգետիկ, ռազմական, անվտանգական եւ այլ ոլորտներում մենք չենք ունեցել, այսինքն իսկ քաղաքականն էլ մեծ հաշվով կարևոր է, բայց բովանդակությունը այնուամենայնիվ դնում են շոշափելի ոլորտները։ Եվ կարծում եմ, որ այս սպասված այցը եւ փաստաթղթի ստորագրումը արդեն նոր փուլ եւ հնարավորություն կընձեռի երկու կողմերի համար։ Այնուամենայնիվ նաեւ հաշվի առնելով մեր աշխարհում իրավիճակը,
որ բազմաթիվ փաստաթղթեր մնում են որպես այդպեսին թղթի վրա գրվածել, այս դեպքում կարծում եմ որ հայկական կողմից հատկապես շատ հատկապես այդ փաստաթղթին հղում անելով պետք է լինի պրոակտիվ քաղաքականություն Ֆրանսիայի ներգրավվածությունը մեր տարածաշրջանում ապահովելու համար։ Ընդ որում ես կարծում եմ որ Ֆրանսիան այն դերակատարն է, որը անկախ նրանից թե Հայաստանը ինչպիսի իշխանություն կլինի, իր վերաբերմունքը եւ հարաբերությունները Հայաստանի հետ իրոք ռազմավարական են եւ պետք է օգտագործել այս հանգամանքը։